Եթերում Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության Զինուշ հեռուստածրագրի կիրակնօրյա թողարկումն է։ Բարև ձեզ։ Այս շաբաթ Հանրապետության հանրակրթական դպրոցներում անցկացվեց նախնական զինվորական պատրաստություն դասընթացի առարկայական օլիմպիադայի մարզային փուլը։ Մեր նկարահանող խումբը ներկա է եղել ինչպես Երևանի, այնպես էլ Արագածոտ մարզի մի շարք կրթօջախներում կայացած տուգատեսներին։ Մարտի 14-ին ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ հանրապետության բոլոր մարզերում անցկացվեց նախնական զինվորական պատրաստություն դասընթացի առարկայական օլիմպիադայի մարզային փուլը։ Նշենք, որ այս փուլին մասնակցում են համայնքային փուլում առավելագույն բալեր հավաքած դպրոցականները։ Ինչպես տեղեկացրին ստուգող հանձնաժողովի անդամները, օլիմպիադայի հարցաշարը կազմվել է կրթության և գիտության նախարարության կողմից և այն ընդգրկում է միայն դպրոցական ծրագիրը։ Ուրախությամբ պետք է փաստենք, որ Երևանում մասնակիցների թվով աղջիկները շատ քիչ էին զիջում տղաներին։ Ընդհանուր 83 աշակերտներից 37-ը աղջիկ էին, 46-ը տղաներ։ Ռազմագիտության ժամերին չկա աղջիկ տղա, բոլորը նույնանման են, պահանջները նույնն են։ Դա կրագային է, շարային է, մարտավարություն է, տեղագրություն է, բոլորը նույնն են։ Չես բաժանի աղջիկի հետ տղա, ինչի պիտի աղջիկը չլինի։ Ինչի պիտի աղջիկը չկրագի, չգիտենա ինչ է շարքը, ինչ է կրագը, ինչ է մարտավարությունը։ Մասնակցության բարձր մակարդակ էր գրանցվել նաև Արագածոտնի մարզում։ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Պարքև Համբարձումյանի հավաստմամբ մարզի բոլոր դպրոցներից ներկայացվել են 45 աշակերտներ և չնայած այդ օրը մարզում առկա եղանակային անբարենպաստ պայմաններին գրանցվել է 100%-անոց մասնակցություն։ Այսպիսով մարզային փուլում առաջին 3 տեղ գրաված աշակերտները կներկայացվեն Պաշտպանության և կրթության ու գիտության նախարարների խրախուսմանը, իսկ 17.5-ից բարձր բալ հավաքած աշակերտները կմասնակցեն օլիմպիադայի հանրապետական փուլին։ Ազգային բանակում քիչ չեն այն դեպքերը, երբ զինված ուժերում ծառայում են ամբողջ ընտանիքով։ Ինչ խոսք, սա ևս հայրենասիրության յուրահատուկ դրսևորում է։ Կանայք հետևում են իրենց ամուսիններին, իսկ երեխաները ծնողներին։ Նրանցից յուրաքանչյուրն իր գործն է անում, իսկ բոլորը միասին ծառայում են հայրենիքին։ Ասվածի վառ օրինակներից է Մարտիրոսյանների ընտանիքը։ Դիտենք «Պարոն Էքսպաներ» խորագրի ներքո ներկայացվող տեսանյութը։ Մասնագիտական կողմնորոշման հարցում վճռորոշ կարող է լինել նույնիսկ ամենափոքր դիպվածը։ Որոշ դեպքերում իր ազդեցությունն է թողնում գրական հերոսը, երբեմն մեկ հանդիպումն իրական նշանավոր անձանց հետ։ Իսկ օտաչու փոխգնդապետ Մյասնիկ Մարտիրոսյանի համար հայրենական մեծ պատերազմի դժվարին ու հերոսական ուղին անցած ազգականների օրինակը զինվորականի մասնագիտությունն ընտրելու հարցում ճակատագրական եղավ դեռևս 7-րդ դասարանից։ Ջավախքի Ախալկալակի շրջանի Բողաշեն գյուղի վարորդի և տարրական դասարանների ուսուցչու ընտանիքում ծնված Մյասնիկն իր նախնական կրթությունն ստացավ տեղում, ապա շարունակեց Թբիլիսիի Լեսելիձեի անվան դպրոցում։ Ինձ պատահական ի հաջողություն ինձ առաջարկվեց սովորելու Սարատովում որպես օդաչու։ Ես լիարժեք չէի գիտակցում դա ինչ բան է, բայց եւ այնպես հիմա արդեն պատկերացնում եմ, որ կյանքիս մեջ ամենաբախտավոր բանը, որ ինձ հետ երջանկությունը պատահել է, դա մասնագիտությանս ընտրությունն է եղել, առաջարկն է եղել ավելի շուտ, եւ ես ուրախ եմ, որ այսօր օդաչու եմ։ Սակայն հեշտ չեղավ ուսուցումը։ Մյասնիկը ստիպված էր համառություն ցուցաբերել։ Հենց դա էլ տվեց իր դրական արդյունքները։ Ամեն մի հանրապետություն ուղարկում էր իր կադրերը։ Ամեն ուսումնարանում երկուական տեղ կար։ Բայց քանի որ այդ երկու տեղը տվյալ ուսումնարանում լրացվել էին բացառության կարգով, ես ուղղակի շատ էի ուզում ուսումնարան ընդունվել ռազմական, ուստի բացառության կարգով ինձ որպես երրորդ ուղարկեցին։ Բարձր առաջադիմությամբ ավարտեց ուսումնառությունը և զինվորականի ճանապարհն սկսեց Միջին Ասիայում, որպես ուղղաթիռի երկրորդ օտաչու։ Սակայն մինչ Հայաստան տեղափոխվելը մարտական մկրտություն ստացավ հենց Միջին Ասիայում, ուր արդեն ազգամիջյան արյունոտ բախումներ էին սկսվել։ Միջինասիական հայտնի դեպքերը Օշի, Ֆերգանայի, այնտեղ ես բազմաթիվ թռիչքներ եմ իրականացրել, մասնակցություն եմ անմիջական ունեցել եւ խաղաբնակիչներին անմիջական մենք աջակցություն ենք ցուցաբերում, որպեսզի զոհերից եւ արյունալի դեպքերից հնարավորինս խուսափեին։ Խորհրդային երկրի ու նրա զինված ուժերի քայքայման ժամանակահատվածում Մյասնիկ Մարտիրոսյանն արդեն Հայաստանում էր։ Տեղափոխման առաջին իսկ օրերից ծառայության անցավ ձևավորման դեռևս սաղմնային փուլում գտնվող հայկական զինված ուժերի ռազմական ավիացիայում։ Նրան վստահվեց ուղղաթիռի անձնակազմի հրամանատարի պաշտոնը։ Մեր մեջ շատ մեծ ոգևորություն կար
որ մենք ունեցած մեր տեխնիկան, վերկենյա սարքավորումները, գործիքները, շենք շինությունները ամբողջովին հնարավորինս կարողանայինք պահպանել, պահել մեր բանակի, մեր նորաստեղծ բանակի համար։ Հետևելով սպարապետ Վազգեն Սարգսյանի հրահանգներին ու խորհուրդներին, Միասնիկ Մարտիրոսյանին ընկերների հետ միասին հաջողվեց մեծաքանակ ավիացիոն սարքավորումներ ու տեխնիկա փոխանցել հայկական կողմին։ Դրանք շահագործվում են մինչ օրս։ Ոգևորության ժամանակաշրջան էր, դրա հետ մեկտեղ գոյության համար կենաց ու մահու պայքար մղելու ժամանակաշրջանը։ Ես որպես ճահել օդաչու ինձ համար սնունդը ուտելը նշանակություն չուներ։ Ես կարող եմ ամբողջ օրը թռիչքներ իրականացնել առանց հացի եւ ջրի, որովհետեւ մասնակցությունը անգերձորեն ասեմ շատ եմ սիրում մինչ օրս։ Եվ պետք է նշեմ, որ Վազգեն Սարգսյանը այն ժամանակվա պաշտպանության նախարարը ինձ անհատական թույլտվություն տվեց, անհատական մոտեցմամբ միաճկի տեսողության պայմաններում իրականացնել թռիչքներ։ Նա հրաժարվեց արտասահմանում բուժվելու առաջարկից, իսկ վերադասն էլ շարունակեց օգտվել հմուտ օդաչուի ծառայություններից, նույնիսկ մեկ աչքի պարագայում։ Դեռ ավելին, նրան բարդ ու պատասխանատու առաջադրանքներ էին վստահվում։ Ինձ ուր ուղարկում էին, ես կատարում եմ առջև դրված խնդիրները, ամեն գնով եւ հետ էի վերադառնում։ Առաջադրանքները եղել են բազմատեսակ եւ բազմապիսի, սկսած վիրավորներից, դեղափոխելուց, դիագներից, հատուկ առաջադրանքներից, կապի ապահովումից, հետախուզությունից, մոտոհրաձիկներին անմիջական կրակային ապահովումից։ Այս ճանապարհին նա բարձր է գնահատում իր ավագ ու փորձառու զինակից ընկերների ներդրումը մասնագիտական կայացման գործում։ Այժմ էլ ինքն է սիրահոժար կերպով մասնագիտական փորձը փոխանցում երիտասարդ օդաչուներին։ Վերջին թռիչքն իրականացրեց 1993 թվականին ու նոր նշանակում ստացավ գրոային ավիացիոն էսկադրիլիայի շտաբի պետի պաշտոնում, իսկ 1997 թվականից առ այսօր ավիավերանորոգման ձեռնարկության հրամանատարն է։ Տարիների հեռվից այսօր էլ հիշում է այն դժնդակ օրերը, երբ իրենք պատրաստում եւ մարտադաշտ էին ուղարկում երիտասարդ օդաչուների, անշուշտ պատերազմը կորուստներ էր բերում, ամենաահավորը մարդկային անդառնալի կորուստներն էին։ Ընտանիք կազմեց դեռևս ուսանողական տարիներին, ամուսնու օրինակով կինը եւս ծառայության անցավ հայկական բանակում։ Հայկական բանակի ստեղծման առաջի օրվանից բանակում է, 92 թվականի նոյեմբեր ամսից բանակում է, ինքը մասնագիտությամբ բուժքույր է։ Եթե դառնում ես սպայկին, եթե ծառայում ես դու ինքդ, կամա թե ագամա դառնում ես ծառայող, հայրենիքին ծառայող։ Համատեղ 25 տարիների ընթացքում 2 երեխա են ունեցել՝ Պուշկինյան հերոսների անունով Ռուսլան եւ Լյուդմիլա։ Տիկին Շնորհիկն իրեն հայրենասեր է համարում եւ որպես ապացույց ասվածի փաստարկում է, որ դու Ռուսլանի մասնագիտական կողմնորոշմանն աջակցել է։ Ծնողների օրինակով որդին եւս ընտրել է զինվորականի մասնագիտություն։ Այսօրվա մեր երիտասարդությանը ընձեռվել է բացառիկ հնարավորություն տարբերություն մեզ ծառայելու անկախ Հայաստանին, անկախ պետությանը եւ նորաստեղծ հայկական բանակին։ Պետք է ասեմ, որ եթե ոչ մենք, ապա ով պետք է մեր հայրենիքը պաշտպանի։ Այդ գիտակցության բարձր մակարդակով, գիտակցության բարձր աստիճանով պետք է յուրաքանչյուրը տաժե անգամ չերկմտի, այլ մտածի գնա ծառայելու եւ ամենադժվար տեղերում գնա ծառայելու, որովհետեւ յուրաքանչյուր տղամարդ իր կամային հատկությունները ի հայտ կբերի հենց բանակում։ Իսկ հայրենիքը կգնահատի զինվորականի վաստակը։ Փոխգնդապետ Միասնիկ Մարտիրոսյանը կառավարական ու գերատեսչական բազմաթիվ պարգևների արժանացել։ Արիության ու մարտական ծառայության մեդալներ, Մարշալ Բաղրամյան, հայրենիքի պաշտպանության համար մեդալներ։ Սա պարգևների ամբողջական ցանկը չէ։ Այդ ամենը համարում է իր ծառայեկից ընկերների հետ միասին հայրենիքին մատուցած ծառայությունների գնահատական։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում գործում է պայմանագրային սերժանտների ինստիտուտը, որտեղ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայելու համար պատրաստվում են դասակի հրամանատարների տեղակալներ։ Պայմանագրային սերժանտական զինվորական ծառայության դասընթացների տևողությունը 4 ամիս է։ Դասընթացներին կարող են մասնակցել մինչև 25 տարեկան պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած շարքային կազմի պահեստազորայինները եւ զինված ուժերում 1.5 տարի ծառայած պարտադիր ժամկետային ծառայողները, ովքեր ունեն միջնակարգ կրթություն պիտանի շարային ծառայության համար։ Դասընթացների ընթացքում կուրսանտները կստանան 85,000 դրամ ամսական բավարարում։
իսկ ուսման ավարտից եւ զորքերում ծառայության անցնելուց հետո մինչեւ 150,000 դրամ աշխատավարձ։ Ծառայության ընթացքում սերժանտները կօգտվեն զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված բոլոր իրավունքներից եւ արտոնություններից։ Մանրամասն տեղեկությունների համար դիմել տարածքային զինկոմիսարիատներ կամ զանգահարել 29 44 53 հեռախոսահամարով։ Արցախյան ազատամարտն ուժերի գերագույն լարում էր պահանջում, համախմբվածություն։ Եվ դժվարին պայմաններում մարտադաշտ մեկնեցին նաև բժիշկները, բուժօգնություն ցուցաբերելու մեր վիրավոր մարտիկներին։ Եվ ահա Զինուշ հեռուստածրագրի հյուրասրահում այսօր հյուրընկալվել է ռազմական բժիշկ, Արցախյան պատերազմի վետերան Նորայր Շահբազյանը։ Խոսքը փոխանցենք մեր գործընկեր Վրույթ Թադևոսյանին։ Այսօր մեր հյուրն է ռազմական բժիշկ, Արցախյան ազատամարտի վետերան Նորայր Շահբազյանը։ Բարև ձեզ, պարոն Շահբազյան։ Դուք Արցախյան ազատամարտ մեկնեցիք հենց այն ժամանակ, երբ դեռևս սահմանային մարտեր էին, դեռևս տեղային կռիվներ էին եւ մեկնեցիք հենց բժշկական օգնություն ցուցաբերելու։ Ինչպես կայացրիք այդ որոշումը։ Ես այդ ժամանակ օկտեմբերյան մի աշխատում շրջանային հիվանդանոցում, իհարկե, որոշակի նախաձեռնություն վերցրեցինք, այսպես ասած, շեֆություն Հադրութի առաքյալ տեղամասի, առաքյալ ենթաշրջանի հիվանդանոցի նկատմամբ։ Եվ առաջին դա եղել է գործողումով, պարզապես։ Բայց երբ անձամբ արդեն ներկայացնում իրավիճակին, տեսնում ես ինչ է կատարվում, արդեն ինֆորմացիայի նոր աղբյուր էր, բնականաբար արդեն որոշումները, թե ինչ ես անելու, փոխվում են։ Այստեղից արդեն փոխվեց ամեն ինչ։ Հադրութից հետո արդեն Բերթաձոր, այստեղ առաջին մարտական մկրտություն եւ այլն, իսկ ամենամեծ դպրոց ինձ համար թերևս եղել էր Վերինշենը Շահումյանի շրջան, որտեղ ապրեցի մոտ 10 ամիս։ Շատ դժվար էր, բայց երբ բարի գործ ես անում, ինքդ ես չէ, քեզ լավ զգում։ Սա մի դպրոց էր, որտեղ ես ինֆորմացիա ունեցի, թե ինչ անել հետագայում։ Իմ հիմնական անելիքները սկսվեց արդեն Շուշի անելնակի գումարտակ, լեգենդար գումարտակում բոլոր առումներով։ Դա կազմակերպման նոր ձև էր, նոր որակ էր։ Ոչ Արցախյան պատերազմի ընթացքում, այն ինչ հետագայում մեր բանակը փորձեց անել 1, 2, 3 տարիներ հետո, այնտեղ արդեն կատարում է։ Այստեղ կամավորների մի համախումբ էր, զուտ կամավորների։ Դա կամավորը մի քայլ առաջ է բոլորից։ Կամավորներ եւ բժիշկների մեջ եւ տարբեր բոլոր ոլորտներում։ Այստեղ մենք հաղթեցինք։ Այս որակով մենք գերազանցեցինք գրեթե բոլորին։ Պատկերացրեք, չունենք բանակ, ամեն ինչ կառուցվում է ընթացքում։ Մեր մեկ դե այստեղ ստեղծեինք պետություն, իր բոլոր ստրուկտուրաներ, ահա որ դժվար գործ էր։ Իհարկե քննադատություններ կլինեն, բայց շատ դժվար գործ էր, մենք կարողացանք այդ դրատակից դուրս գալ։ Պատերազմի բովում բանակի կազմավորման զուգընթաց, ինչպես արդեն նշեցիք, նաև դրվեց մարտական պայմաններում առաջին բուժօգնության գործնական հիմքերը։ Այսօր մեր բժշկությունը եւ ընդհանրապես հենց մարտի պայմաններում առաջին բուժօգնությունը որքանով է դասեր քաղել Արցախյան ազատամարտից։ Մենք այստեղ սկսեցինք ձևավորել կամավորից նաև զինվոր։ Կամավոր լինելը դեռ բավական չի։ Պետք է տիրապետել զենքին։ Զենքի տիրապետելն էլ բավական չի։ Ով կարող է օգնել առաջինը ընկերոջը վիրավորելու դեպքում։ Կողքի կանգնածը։ Դուք նա պիտի տիրապետի գոնե մի փոքր առաջօգնության կանոններին, ունենա համապատասխան մի փոքր միջոցներ։ Իմ գործունեության հիմնական ուղղությունը էս է՝ սան ինստրուկտորների, դպրոցի կազմակերպումը։ Ինչքանով հաջողվեց չգիտեմ։ Մեր ցանկացած զինվորի, մեկ զինվորի մահը մեր համար ողբերգություն էր։ Ինչու այդպես եղավ։ Մեր հրամանատարների առավելությունը գիտեք ինչն էր, երբեք զինվոր իրենից առաջ չէր։ Պետոն երբեք թույլ չէր տալի զինվոր իրենից առաջ լինել։ Նույնը թույլ չէր տալի մեր հետախուզության վաշտի Հովսեփը, նույնը Ղարիբը։ Այսինքն մեր սպան միշտ արժևում էր։ Դրա համար մենք ավելի շատ սպայի զոհ ենք ունեցել։ Դժբախտաբար։ Այս էր կամավորի էությունը։ Ղարաբաղը ամեն հարցում մի քայլ առաջ էր։ Պատերազմական գործողությունները ստիպեցին այդպես լինելու։ Այստեղ դիրքներ, այստեղ ընտանիքը։ Զինվորը պարտավոր էր կազմակերպված լինել։ Բնականաբար կազմակերպված էր ավելի բարձր մակարդակով ույս ծառայությունը։ Անհատներն էին այստեղ շատ դեպքում որոշում, ինչ որտեղ նոր էր կազմավորում։ Ցանկացած նոր process-ի ժամանակ նախաձեռնողը պետք էր մեկը որ վերցնում ամեն ինչ իր վրա, չէ՞, ինչ որ մեկը պետք է ֆակելը տաներ։ Ուսումնասիրել է պետք է, հարցի պատասխան ինձ էլ է մտահոգում։ Մենք պետք է ունենանք հստակ վիճակագրություն, որ տանք հարցերի պատասխանն է ինչու եւ ինչպես դրա դեմ պայքարել։ Կարելի է արդյոք բացատրել ձեր կարծիքով հենց այդ տարիներին կորուստների թվի մեծությունը իհարկե կարելի է բացատրել անփորձությամբ։ Իհարկե, պատերազմ ունի իր օրենքները։ Դաժան է։ Կա տոկոս 100-ից այսքանը պիտի զոհվի։
դա ես եմ, իմ կողքինն է, թե մեկն է, թե մյուսն է, չգիտենք։ Ինչպես ճակատագիրը պիտի որոշի, բայց կա այդ ստատիստիկան։ Հասկանաք, պատերազմին պետք է վերաբերել մի քիչ ավելի լուրջ իր օրենքները հարգել, հակառակ դեպքում մենք կպատժվենք։ Այսինքն կարելի է նաև փաստել, որ անընդհատ ուսումնասիրելով այդ տարիների փորձը, մենք մեր հետագայի ծրագրերը կարող ենք ավելի հստակ եւ արդյունավետ կազմել։ Իհարկե, Ղարաբաղյան պատերազմը ունի իր մի շարք առանձնահատկություններ։ Իհարկե, այստեղ ավելի խելացի է համաշխարհային փորձը, չէ՞, ուսումնասիրել եւ այն ավելի խելացիներ որպես կանոն այդպես են գործում, բայց Ղարաբաղը մի մոռացեք ինքը ավելի լոկալ է։ Երբ մենք նայենք մարդուն որպես ամենակարևոր արժեք, այսպես կոչված հայրենիք հասկացության մեջ, այսինքն եթե մենք ունենանք մարդակենտրոն մոտեցում, շատ բաներ փոխվելու է։ Այն ինչը մենք ունեցել ենք 90-ական թվականներին մեր գումարտակում, սրանով հանդերձ ես հպարտում որ այդ տղաների կողքին եմ եղել։ Այն տղաները, ում մասին նշեցիք, նրանց հետ միասին դուք մասնակցեցիք մեր ազգային բանակի կազմավորմանը։ Այսօր դուք բացառիկ հնարավորություն թերևս ունեք եթերից շնորհավորելու մեր 20-ամյա բանակի հոբելյանական տարեդարձը։ Իհարկե, այս հաջողությունների համար շնորհավորում եմ բոլորին։ Սրանք կարող են լինել ժամանակավոր, եթե մենք զգոն չլինենք։ Երեխան պետք է արդեն հարգի դրոշը։ Երեխան արդեն պետք է հարգի գերբը։ Այսինքն, այն ինչը մեր պետականության դեմքն է, բայց առաջին հերթին երեխան պետք է հարգի դիմացինեն։ Մենք մեծացնենք մարդասեր։ Այսինքն ինքը պատրաստ է լինի հանուն ինչ որ մեկի նաև կամավորին դասիրակում է դպրոցը ավելի շատ հետո նոր հասարակությունը մենք ունեցել ենք հայկական քաղաքակրթություն որը իրոք գովերքել են թե շլիման թե մյուս հնագետներ եւ այլն դի վերականգնենք այդ քաղաքակրթությունը որը կոչվում է հայկական մեր հաղթանակը այստեղ է մենք պիտի գնահատենք մենք պիտի պահպանենք յուրաքանչյուր մարդու Շնորհակալություն պարոն Շահբազյան Սիրելի հեռուստատիտողներ այսօրվա համար այսքանը ինձ մնում է միայն ավելացնել Երախտապարտ լինելով բոլոր նրանց, ովքեր նպաստեցին մեր հաղթանակի կերտմանը, մենք յուրաքանչյուրս այսօր պարտավոր ենք այդ հաղթանակը պահպանել եւ փոխանցել մեր հաջորդ սերունդներին։ Հայ ժողովուրդը դեռ հնագույն ժամանակներից ստիպված է եղել շարունակ պայքարել իր ապրելու իրավունքը հաստատելու համար։ Դարերի ընթացքում մեր նախնիները մշակել են մեզ բնորոշ մարտավարական մշակույթ, ստեղծել են կանոնավոր հայկական բանակ, որի առաջ խոնարհվել են աշխարհի հզոր տերությունները։ Հայկական ռազմարվեստի վաղագույն փուլերի, հայկական լեռնաշխարհում կանոնավոր բանակի ձևավորման եւ մարտավարության մշակույթի մասին հաջորդիվ ներկայացվող տեսանյութում։ Հայ ժողովրդի պատմությունը ըստ էության պայքարի ու պատերազմի պատմություն է։ Անգամ ավանդությունն է փաստում, որ հայն իր գոյության իրավունքը կերտեց հայկյան աղեղից դիպուկ արձակված նետով։ Շատ տերություններ անհետացան, փոշիացան պատմության քարուղիներում, բայց հայոց բանակը մեր ազգի գոյության ու կենսունակության գրավականը եղավ։ Որտեղ ասես, որ արյուն չի թափել հայ զինվորը։ Դեռ մեր թվարկությունից առաջ 612 թվականին Բաբելոնն ու Մարաստանը իրենց թշնամի Նինվեն կործանելու համար փնտրում էին հայ զինվորի աջակցությունը։ Մեր թվարկությունից առաջ 331 թվականին եվրոպական մայրցամաքից Ասիան նվաճելու եկած Ալեքսանդր Մակեդոնացու աշխարհանվաճ անհաղթ բանակներին միակ լուրջ դիմադրությունը հայերը ցույց տվին Գավգամելայի դաշտում, երբ պարսկական բանակի ձախ թևը կազմող հայկական գնդերը կարողացան անսասան մնալ մակեդոնական փաղանգի առջև եւ դարձյալ երաշխիքը եղան Հայաստանի անկախության։ Իսկ երբ մակեդոնական բանակը ցանկացավ արդեն բուն Հայաստանը նվաճել, Սպերի ճակատամարտում հայոց բանակը ջախջախեց մակեդոնացիներին եւ սպանեց նրանց զորավար Մենոնին։ Ընդհանրապես, երբ խոսում ենք քաղաքակրթությունների մասին, խոսում ենք քաղաքակրթությունների ձևավորման պատմության մասին կամ նրանց արդեն կազմալուծման ավարտման, միշտ պատերազմները եւ ռազմական գործը այդտեղ ամենաառաջնային դերն ու նշանակությունն են ունեցել։ Այսինքն մարդը իր պատմության վաղնջագույն շրջանից սկսած ստիպված էր կամ պաշտպանվել, ստիպված էր կամ նոր տարածքներ զբաղեցնել եւ այլն, եւ բնականաբար այդ խնդիրները լուծելու համար կենսագոյության անհրաժեշտ, այսպես տարածքներ յուրացնելու համար եւ այլն, միշտ էլ ստիպված է եղել պատերազմական գործողություններ վարել եւ պատմության ամբողջ ընթացքը ցույց է տալիս, որ մարդկության պատմության բացարձակ մեծամասնությունը շարունակաբար ուղեկցվել է պատերազմներով։
Մեր թվարկությունից առաջ երկրորդ դարում հզոր Հռոմի հիմքերը ցնցած Կարթագենի Հանիբալը հայ զինվորի բասկին միայն վստահեց եւ ապաստան գտավ հայոց երկրում։ Տիգրան Մեծարքան հայ հեծելազորի ոտքերի տակ փոշիացրեց ողջ արևելքը՝ Պարթևստան, Մարաստան, Օսրոյենե, Գամիրք, Ասորիկ։ Տասնյակի չափ մեծ ու փոքր երկրներ հպատակեցրեց։ Բազմիցս ջարդեց հռոմեական լեգիոնները եւ աստվածացվեց հարազատ ժողովրդի կողմից։ Երբ խոսում ենք կոնկրետ զինվորների մասին, զինվորական խավի ձևավորման մասին եւ այլն, դա իր մեծ նախապատմությունն ունի։ Մոտավորապես Քրիստոսից առաջ 4-րդ հազարամյակի կեսերից արդեն մենք զենքի նմուշներ, որոնք ըստ երևույթին աշխարհազորի համար են եղել կամ տվյալ համայնքի արակասերի ներկայացուցիչներն օգտագործել են եւ ընդհանրապես իրենց կենցաղում, թե նաև անհրաժեշտության դեպքում պաշտպանվելու եւ այլնի համար մենք արդեն արձանագրում ենք։ Դրանք նիզակներ են, դրանք կացիններ են, այսինքն մարդ վարելու համար անհրաժեշտ զենքեր են։ Եվ ասեմ ձեզ, որ այդ եթե ասենք օրինակի համար վաղ բրոնզի դարաշրջանում զենքի տեսակները, կատեգորիաները բավականին սուղ են, քանակական առումով ասենք, տեսակները շատ քիչ են, նիզակներ, դաշույններ, կացիններ, նետասլակները հիմնականում դեռևս քարից են, օբսիդիանից են պատրաստվում եւ այլն, ապա երբ մենք արդեն թեվակողում ենք հաջորդ փուլը եւ կգա այդ միջին բրոնզի դարաշրջանը եւ նոր մշակույթները այսպես կտարածվեն հայկական լեռնաշխարհում, զենքի տեսականին մեծ քանակի է հասնում, տեսականու բազմազանություն ունենք, այսինքն արդեն նիզակները, դաշույնները, թրերը, սուսերներ, անգամ արդեն եռաժանիներ, ավելի վերջի փուլերից սկսած եւ այլն, եւ նաեւ մարտակարգ, այսինքն կառամարտիկ զորքն է մեջտեղ գալիս եւ այլն։ Ցույց է տալիս, որ այս հասարակություններում արդեն ռազմական գործը շատ ավելի այսպես բարձր դիրքերի վրա էր դրված եւ հասարակության կազմակերպման, հասարակության կենսագոյության համար վճռորոշ դեր ու նշանակություն ուներ։ 62 թվականին հայոց զորքերը կարողացան ջարդել հռոմեական ամպարտ բանակը։ Հռոմը դեռ երկար պիտի հիշեր այդ նվաստացումը։ Երրորդ դարում Խոսրով Գմեծ արքան հայոց հեծելազորով հրի ու սրի ճարակ դարձրեց Սասանյան Պարսկաստանը, եւ Պարսից արքան միայն Անանք Պարթևի դավաճանությամբ կարողացավ կանգնեցնել հայոց հաղթարշավը։ Մենք բոլոր հնավայրերում, որտեղ պեղումներ ենք անում, անպայմանորեն թաղվածների քանակի մեջ մի որոշակի քանակության մարդիկ ակնհայտորեն իրենց թաղման գույքի առանձնահատկություններով, իրենց այդ գույքի վրա եղած խորհրդանշաններով եւ այլն միանշանակ ասում են, որ մենք զինվորներ ենք։ Բոլոր այդ գտածոները, որ ամեն մի զինվորի թաղման դեպքում մենք արձանագրում ենք եւ այլն, այդ նյութերի վրա կան, այդ նյութերը ոչ միայն կոնկրետ գործառական նշանակություն են, այսինքն դաշունը մարտի համար է, թուրը մարտի համար է, նիզակը կամ որևէ իրեր ասենք այնտեղ կարող է ճակատակալ լինել, շքասեղներ լինել, գոտի լինել եւ այլն, որոնք եւ պաշտպանական, այսպես ասած, մարդու մասեր են եւ հարձակողական զենքեր են, նրանք իրենց մեջ նաեւ խորհրդանշաններ են կրում, այսինքն իրենք խորհրդանշում են որոշակի մարդու սոցիալական կարգավիճակ այդ հանրության մեջ։ Եվ այդ խորհրդանշանների այսպես համադրությամբ եւ այլն դու կարողանում ես տեսնել, թե հասարակությունը, ասենք, սոցիալական ինչ խավերի կբաժանվի։ 4-րդ դարից Մամիկոնյան պայազատները ղեկավարեցին հայոց զինուժն ու իրենց արյան բոցեցին հայոց հաղթանակները։ Վասակ Մամիկոնյան սպարապետը սասանեց Պարսից եւ բյուզանդական զորությունը։ Մուշեղ Մամիկոնյան զորավարը Ձիրավի դաշտում իր քաջությամբ ու մեծահոգությամբ արժանացավ անգամ իր ոսոխի, շապուհի հիացմունքին։ Մանվել Մամիկոնյան սպարապետ նոր ծերության մահվան մահճում անիծում է իր բախտը, որ չի նահատակվում ռազմի դաշտում, այլ վախճանվում է անկողնում։ Ահա հայ զինվորի նվիրյալ հրամանատարի կերպարը։ Բայց արդեն մոտավորապես Քրիստոսից առաջ 23-22-րդ դարերից սկսած շարունակաբար Հայաստանի այս տարածքում եւ ընդհանրապես այս տարածաշրջանում երբ մենք տեղում ենք որևէ հուշարձան եւ հատկապես դամբարանադաշտեր, ապա արդեն դամբարաներում հանդիպում ենք այնպիսի թաղումների, որտեղ միանշանակ կարող ենք ասել, որ գործ ունենք ռազմիկի թաղման հետ, զինվորի թաղման հետ։ Բայց դա դեռ չի նշանակում, որ այդ ժամանակ կարող ենք խոսել կանոնավոր բանակի մասին։ Մենք երբ որ ուսումնասիրում ենք հնագիտական նյութերը, հատկապես գտածոները եւ այլն, արդեն նաեւ կարողանում ենք պատկերացում կազմել այդ ժամանակվա բանակի եւ ռազմական գործի մասին։ Ամենայն հավանականությամբ արդեն միջին բրոնզի դարերից, այսինքն 3-րդ հազարամյակի վերջերից սկսած
թեկուզ եւ ասենք դրանք առանձին դրուժինաներ լինեն, աշխարհազոր լինեն եւ այլն, բանակն արդեն կոնկրետ կառուցվածք է ունեցել։ Այսինքն այնտեղ եղել են եւ նիզակակիրների առանձին ջոկատներ եւ ցուսերակիրների առանձին ջոկատներ եւ ասենք սուր կրողների նաեւ կառամարտիկ զորքը, այսինքն մարտակարգերով զորքը առանձին այսպես զորատեսակներ են եղել։ Դա միանշանակ երևում է թե զենքի տեսականու բազմազանությունից, թե պատկերագրությամբ մեզ հասած նմուշներից եւ այլն, եւ կարող ենք ասել, որ արդեն այդ կնշանակի, որ մենք կանգնած ենք կանոնավոր բանակի ձևավորման ակունքներում։ Աշոտ երկրորդի զորքի կազմում Հովանես Դրասխանակերտցին նետաձիգներից բացի հիշատակում է նիզակավորներին եւ սրով, սուսերով զինվածներին, ինչպես ժամանակաշրջանի այլ երկրների, այնպես էլ հայոց բանակի գլխավոր զորատեսակներն էին հեծելազորը եւ հետևակը։ Հայոց բանակի մարտավարությունը հիմնված էր գլխավորապես այս զորատեսակների համագործակցության վրա։ Ամեն մի համայնքում թաղվածների մեջ գոնե թե գրեթե 6% անպայմանորեն պրոֆեսիոնալ ռազմիկ են։ Թաղվածները պրոֆեսիոնալ ռազմիկներ են, այսինքն իրենց բանուգործի անունը եղել է հենց պատերազմ վարելը։ Նաև մենք գոտիներ ունենք, որտեղ այդ գոտիների վրա պատկերված են ռազմի տեսարաններ, դու արդեն տեսնում ես, որ ռազմական առաջնորդը, ռազմիկները կանոնավոր շարքերով, այդ պայից սկսած մենք արդեն գործ ունենք կանոնավոր բանակի հետ։ Այդ մասին են հուշում նաև ամրոցները, Արարատյան դաշտում պեղված խոշոր քաղաքները, Մեծամորի նման եւ այլն, որոնք արդեն ցույց են տալիս, որ ռազմական գործը եւ հասարակության մեջ ռազմիկի դերը հսկայական չափերի է հասնում։ Եվ որտեղ ասես, որ հայ զինվորը իր կեցվածքով չսրբագրեց մեր պատմությունը։ Եգիպտոսում անգամ տասնյակ հազարավոր հայ զինվորականություն էր հաստատվել եւ հայ ժողովրդի ցրված բեկորները Աֆրիկայի կիզի ճալեվի տակ հավաքվելով ապրելու եւ արարելու իրավունք վաստակեցին, ամբողջ մի դար իրենց ձեռքը վերցնելով Եգիպտոսի կառավարումը։ Բայց նյութերը նաև ցույց են տալիս, որ այդ ժամանակվա դա խոսքը գնում է 15, 14, 13-րդ դարեր Քրիստոսից առաջ, այդ ժամանակվա այս տարածքներում ապրողները ակտիվ մասնակցություն են ունեցել առաջավոր Ասիայում, հին Արևելքում տեղի ունեցող ռազմաքաղաքական անցուդարձերին։ Հայկական լեռնաշխարհի սահմաններում գտնված ամենաերևելի գտածոներից մեկը դա Քարաշամբի դամբանդաշտում պեղված Քարաշամբի մեծ կուրգանն է, այդտեղ ըստ երևույթին պեղվել է արքայական թաղում, ոչ թե ըստ երևույթին վստահաբար կարող եմ ասել, որ արքայական թաղում է պեղվել եւ մի գավաթ են գտել, որի վրա պատկերագրություն կա։ Եվ այդ ժամանակների թաղումները շատ այսպես պերճանքի իրերով, առարկաներով, ոսկու, ծարտածից, թանկարժեք մետաղից պատրաստված առարկաներով բավականին հարուստ են, եւ դա նույնպես ցույց է տալիս, որ այս հասարակության ներկայացուցիչները տարբեր տեղերում պատերազմներ են վարել, ընծաներ են ստացել, նաև ավար են ստացել եւ այդ ավարի մեջ եղել է նաև այդպիսի նյութեր ու իրեր, որոնք մենք այսօր այս տարածքներում արդեն դամբարաններում կամ որևէ այլ տեղ տեղում ենք կարողանում ենք գտնել։ Եվ հայի հուշկու բազուկը դարձյալ իջավ Սարդարապատում, Բաշ ապարանում, Ղարաքիլիսայում, ու հայը վերջապես զարթնեց նիրհից, ցենք վերցրեց, զինվոր գրվեց ու հաղթեց։ Բայց դա սկիզբն էր միայն, ու ամեն ինչ շարունակվեց։ Պատմությունը պարզ դաս է տվել մեզ։ Երբ ժանգոտել է, երբ բթացել է հայի սուրը, անմիջապես նրա գլխին փայլատակել է թշնամու սուրը։ Եվ աներկբա է, որ այս պարզ դասի յուրացումը մեզ համար կենսական նշանակություն ունի։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Մնացեք խաղաղությամբ եւ մինչ նոր հանդիպում։